Երևանի շրջանում մոտ 23 միլիոն տարի առաջ տաք ջրելի ծով է եղել, որը կոչվում է երկրորդ Տետիս, եւ այդ տաք ջրերում բնակվել են հիանալի մեր կորալները։ Այստեղ դուք տեսնում եք ժամանակակից կորալի նմուշը եւ իր բրածո ազգակիցները, որոնք հայտնաբերվել են Երևանի շրջանից։ Կորալները դա կոլոնիալ կենդանի օրգանիզմներ են, ամեն մի հատիկը առանձին կենդանի է, որը պալիպներ են, եւ բացի կորալներից մենք այստեղ ունենք բրածո գաստրոպոդներ, որոնք ինչով են հետաքրքիր։ Նրանք բնորոշում են, թե ինչ խորության վրա է եղել Երևանի շրջանը այդ ժամանակաշրջանում։ Իմիջիայլոց խխունջների հետ կապված մի հիանալի փաստ ասեմ, խխունջները բոլորը մի ուղղությամբ են, իրենց խեցին կառուցված, եւ եթե գտնում եք դրանից հակառակ կողմով աճող խեցին, դա ամենայուրահատուկ խեցիներից մեկն է եւ բազմաթիվ կոլեկցիոներներ հսկայական գումարներ են տալիս դրա համար։ Մենք ունենք նույնպես ռեկոնստրուկցիա Երևանում ապրող խխունջի խեցի, որը մոտավորապես գույնային գամման է փորձվել վերարտադրվել։ Այստեղ հետաքրքիրը կայանում է նրանում, որ մենք ունենք խեցիներ, մենք ունենք կորալներ, բայց հետաքրքիր փաստ այդ ժամանակվա ջրերից մենք մեծ ողնաշարավորների մնացորդներ գրեթե չունենք։ Համենայն դեպս Երևանի ծովի Հայաստանում գտնվող Տետիս երկրորդ ծովի գաղտնիքները դեռ մեզ են սպասվում։